Դիլիջանի անտառների խորքում մի գողտրիկ անկյունում մի շատ գեղեցիկ հին շենք ունենք, պատմական, բայց շատ քչերը գիտեն, թե ինչպես է այն վերածնվելու այսօր։ Ողջույն, ես Green Rock ընկերության ավագ ճարտարապետ Նվեր Դանիելյանն եմ եւ հիմա գտնվում ենք Կաբինետ ռեստորանում։ Կաբինետ ռեստորանը շուտով կբացի իր դռները իր այցելուների առջև եւ այսօր մենք կծանոթանանք նախագծող թիմի հետ, ովքեր որ նախագծել են շենքը եւ ավելի մանրամասն կծանոթանանք նրա յուրահատկություններին եւ մանրամասներին։ Բավականին մեծ աշխատանք է կատարվել, հիմա ինչ հաճելի է վերջնական արդյունքը մաքրած այսպես վայելելով քննարկել։ Տաթև ջան, խնդրում եմ ասել, թե ինչպես եք կարողացել համատեղել շենքի պատմական ձևը ժամանակակից դիզայներական լուծումներով։ Երևի սկսեմ նրանից, որ ճարտարապետորեն ինքը արդեն ստացված միջավայր էր ու իր պատմությունը թողնելով ոնց որ մի կողմ ստացված պատմություն պետք էր հաճախորդին այսօրվա արդի ընկալում փոխանցել ու դրա համար լավ ոնց որ լուծումներ հանդիսացան կահույքի էլեմենտները, լուսատու սարքերը, որ ամեն մեկը իրենից որ առանձին դիտարկեք, արտ էլեմենտներ են, այսինքն մարդ այստեղ գտնվելուց կարա երկար ուսումնասիրի, այսինքն ժամանակ անցկացնի դետալները աչքով թերթելուն, որը ինքնին հետաքրքրացնում է։ Երևի մի փոքր պատմեք ձեր նախագծման ընթացքի մասին։ Այս շենքը ինչ էր նախկինում եւ ինչով էր կարեւոր պահպանելը։ Շատ հետաքրքիր կառույց էր եւ Դիլիջանի համար բնորոշ չափերով համեստ, սակայն հետաքրքիր մի կառույցի հետ, որը որ նախատեսված է եղել ի սկզբանե ամենայն հավանականությամբ հենց որպես հանգստի տուն, բայց ոչ որպես մեծ հանգստի տուն, մեծ, այսպես ասած, խմբերի համար, այլ ավելի ինդիվիդուալ, ինչ որ ամենայն հավանականությամբ պաշտոնյաների համար եւ այլ եւ այլ։ Ինտերիերների մասով, քանի որ ինքը շենքը ոնց արդեն նշեց, Դավիթը բավականին կոմպակտ էր, ցանկություն կար մաքսիմալ նստեցման համար ծառայեցնել, հա, բոլոր սանտիմետրները քառակուսի։ Այդ իսկ պատճառով տեխնիկական զոնաները, խոհանոցը եւ սանհանգույցների բլոկը որոշում կայացվեց, որ պետք է կառույցը ընդլայնվի ու տեղավորենք կից ու արդյունքում կարծում եմ հաջող լուծում ստացվեց, ինքը գտնվելով անտառի փեշին մեր ավելացրած այս բալկոնային բլոկով եւ կամուրջի զոնայով ոնց որ հակակշռվեց կառույցը, այսինքն մենք ստացանք այսպես եռանկյունաձև, սլակաձև ֆորմա, ոնց որ անտառ եւ կառույց աշտարակով, որը ոնց որ գեղեցիկ բալանս եղավ էսթետիկորեն, այսինքն չվնասեցինք շենքի ճարտարապետությանը եւ նաեւ սահուն անցում եղավ դեպի անտառ հետագա զարգացվող տաղավարների բլոկին, այսինքն լոգիստիկ կապը դեպի օժանդակ կառույցներ եւ տաղավարներ տեղի ունեցավ այս հանգույցի միջոցով։ Խնդրում եմ նկարագրեք կաբինետը 3 բառով։ Ժառանգություն, արտաքինից խստություն, ներքուստ ջերմություն։ Խորհրդավորություն, աղյուս եւ տրամադրություն։ Դավիթ ջան, օրինակ պատվերը ստացաք նախագծման, եկաք, ասենք, առաջին անգամ տեսաք շենքը եւ ինչ էր մի անգամից ձեր միտքը, ոնց եք նախագծելու, ինչ մտածեցիք։ Իհարկե կային որոշակի խնդիրներ, սակայն հիմնական կառուցվածքը բավականին լավ էր պահպանված, իր դարի, այսպես իր տարիների հետ կապված, լավ էր պահպանված եւ ուներ մի հետաքրքիր եւ խստություն իր կերպարի մեջ, որը փորձել ենք պահպանել իհարկե, եւ որոշակի հումանիզմ, որ մոտիկանում ես արդեն կդառնա բարի։ Դավիթ ջան, Տաթև ջան, այլ սկսեցիք աշխատանքները նախագծման, իմանալով ինչի հետ գործ ունեք, այդ որ փուլում դուք հասկացաք, որ արդեն ստացվում է, գործը ստացվում է եւ մենք ունենանք այն ինչ որ մեզ պետք է։ Նախ առաջին ձևավորվեց հետաքրքիր
խումբը, որը պետք է աշխատի, ամեն մարդ իր մասով պատասխանատվություն վերցրեց հետաքրքիր կերպով, այդ շատ կարևոր է, որովհետև այո, ու կարևոր նվիրված, ճիշտ է։ Պրոֆեսիոնալ մասնագետներ էին եւ մյուս փուլը, որ արդեն նախագիծը սկսում է գլխի գալ, նաեւ բանն է, շինարարները, թիմերը։ Մենք ամենաբարդ հանգույցներից մեկ ունեինք աշտարակի մասը, ինքը մի քանի խնդիրներ ուներ, նախ ոլորման էր աշխատել եւ ծռման էր աշխատել։ Մենք խնդիր ունեինք, այո, մենք խնդիր ունեինք իրան պահպանել այնպես ինչպիսին կա։ Մենք չենք կարող ոչ ուղեինք, ոչ հետ բերեինք։ Նույնիսկ մուտքի դուռը եւ բոլոր, ֆասադային դռների բոլոր նախշերը էլի մանրակրկիտ չափագրել ենք ու ամբողջությամբ փորձել ենք վերարտադրել, որպեսզի մեր կողմից ինչ-որ նոր ոնց որ միջամտություն չլինի, այսինքն իր աուտենտիկ էֆեկտը պահպանենք։ Նույնն էլ պատուհանները, երկար քննարկումներ եղան, լինեն ալյումինե թե փայտե պատուհաններ, արդյունքում ոնց որ միջինի եկանք, փայտային այդ բրուսային բոլոր դետալները փորձեցինք ստանալ, բայց արդի մետաղական կոնստրուկցիաներով։ Դիլիջանցիները այս տարածքը անվանում են Խանջանի տարածք, այդպես ենք ասում։ Իսկ այս շենքի մասով դիլիջանցուն որ ասում եք, ասի, հա, Խանջանի տարածքի սիրուն շենքը։ Հիմա դուք կարողացել եք պահպանել այդ սիրուն շենքը իր սկզբնական ոճով, կերպարով ու դրանով իսկ ինքը կարելի է համարել եզակի, որովհետև վերջին տարիներին շատ արագ տեմպով շինարարություններ են ընթանում, ժամանակակից մի մասը ճակերտներում, բայց շատ եզակի այն առումով, որ հին պատմական շենքը կարողացել եք պահպանել իր ամբողջական կերպարով։ Քանի որ բոլորը ընկալելու են ու ասելու են այս շենքի մասին, Աղյուսե տուն, իրեն այդպես են իդենտիֆիկացնելու, որոշեցինք, որ ճիշտ կլինի իր ինտերիերում էլ մարդ գտնվելիս այդ փորձառությունը զգա, այսինքն դրա արդյունքում որոշեցինք մաքրել բոլոր այդ գաջային շերտերը ու այդ Աղյուսե տրամադրությունը ցենց ակտիվորեն բոլոր զոնաներով փոխանցել։ Կառույցի հիմնական հետաքրքիր հանգույցը արտաքինից արդեն ասացինք, որ աշտարակներ, ներքին մասով աստիճանավանդակն է, որը որ կապում էր հարկերը մեկը մյուսի հետ եւ վերաօգտագործման նախագծի հիման վրա այնպես արեցինք, որպեսզի տանիքները նույնպես օգտագործելի լինեն։ Աստիճանավանդակը նախասեմ, որ իրոք ֆորմայաստեղծ էլեմենտ էր, որը որ բոլոր ռակուրսներից տեսանելի է ու արտ էլեմենտն է այս տարածքի ու ամբողջ ինտերիերը կարելի ասել որպես զարդ իր շուրջն է հավաքել։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հրավիրում ենք ձեզ թեյ խմելու կաբինետում։ Հետո միշտ այցելեք։ Մեծ հաճույքով, շնորհակալություն։ Սա պարզապես տարածք չէ, պարզապես շենք չէ, այլ այն տարածքն է, որ միավորելու է պատմությունը, ճարտարապետությունը եւ մարդկանց, պահելով իր անցյալը եւ ստեղծելով նոր հիշողություններ։ Բարի գալուստ Դիլիջան։